Մեզ այստեղ ուղարկել են հարցեր ձեր տարբեր ժամանակվա հայտարարություններից, որպեսզի հասկանանք ձեր այն ժամանակվա դիրքորոշումը հիմա ոնց է, գուցե դուք հիմա այլ արդեն որ ՔՊ-ից դուրս եք նայում, գուցե ավելի լայն է երևում ինչ որ բաներ։ Օրինակ 2020 թվականին դուք պնդում էիք, որ այլևս օլիգարխներ չկան։ 2020 թվականին, ես եթե չեմ սխալվում, Կրզոն կար, ինքը ողջ է, Խաչատուրը Սուքիասյան, ավելի հայտնի։ Բայց ներողություն։ Բայց ես ասել եմ բանը Սուքիասյանից առաջ։ Պարլամենտում չի եղել այդ ժամանակ։ Հա, նկատում եք օլիգարխներ չկան պարլամենտում։ ազգային ժողովում։ Օլիգարխը ո՞րն է։ Որը մենաշնորհներ ունի, այո, իշխանության վրա։ Եվ կարողանում է իր բիզնեսին համար որոշումներ ընդունել։ Բայց Խաչատուր Սուքիասյանը ըստ ձեզ այդ մարկանց շարքերում չի, որը որոշակի լծակներ իշխանության։ Բա հիմա հա։ Հիմա հա։ Իհարկե, ժամանակի պատգամավոր չէ, ես այդ ասել եմ։ Հա։ Իսկ բանը պատգամավորեր են ժամանակ Արսենյան գուր։ Չէ, իրանք այսինքն օլիգարխները մտան 21-ից ըստ էության։ Հա, օլիգարխները մտան։ Եվ ստե խախտվեց հեղափոխական մեր արժի համակարգի ամենակարևորագույն սկզբունքներից մեկը, որ բիզնեսը չպետք է խառնվի քաղաքականության հետ։ Եվ նույնիսկ վարչապետը մենք մի 20-25 հոգի էինք, մեզ հավաքեց մի օր եւ ասաց՝ «Միջև այդ Հա, մինչև 21-ին։ Հա, հեղափոխությունից ամենջապես հետո։ Հա։ Որ ով որ ուզում զբաղվի բիզնեսով, հա, աճ դուր։ Մենք իրան համար կապովենք լավ պայմաններ, հա, բիզնեսով զբաղվելու համար։ Իսկ ով որ մնում է քաղաքական։ Այն բանը դեր երևի Նարեկն Ալբանյան, որը տո սաղ գույքերը առավ են, մուկիտուն առավ, Նարեկ չէ՞։ Պարտքով բաներ առնում են, քրեական գործերով անցնող տներ առավ, հյուրանոց են, որ վերցրեց փողը չտվեց։ Ցենտր պայմաններ է, բայց։ Չէ, ձերը ՔՊ-ի հետ ակտիվացիան մեջ չի եղել, բայց ձեզ չեն իսկ ով որ քաղաքականության մեջ բիզնես չլինի։ Ապա ինքը այս քանի տարվա ընթացքում բացի հիպոթեկային բնակարանից ոչ մի ուրիշ բան չպիտի ունենա։ Okay, իսկ խախտվեց։ Իսկ 21-ին որ այդ խախտվեց պարոն Աղազարյան, եղավ ներսում քննարկում դրա շուրջ։ Դուք ասում եք, որ դուք անընդհատ եղել եք այդ ընդդիմախոսը, որը իր քննադատությունը պահել է, ու պատասխանը ո՞րն էր դրա, այսինքն ինչի Խաչատուր Սուքիասյանը որպես օլիգարխ եկավ ու մտավ պարլամենտ։ Դե բացատրությունները կար, իհարկե, բայց որի մասին ես չեմ կարող, շատ բաներ չեմ կարող ասել, ես Կոնե քիչ բաներ ասել։ Այսինքն դուք էլի պետական գաղտնիքի կրող եք, էլի։ Չէ, դե բաներ կա որ չես կարող ասել, անձնական զրույցների ժամանակ նույնիսկ ասենք մարդիկ վկա են, մի քանի հոգի համենայնպես վկա են, որ ես այս բաները եմ ասել վարչապետին, որ հիմա ինքը հիշում է, եթե ասել եմ։ Հա։ Եվ հաստատորեն այդպես դառնում է, իմացածս դառնում է։ Այսինքն դուք կանխատեսել եք, թե ինչ կլինի։ Ես ասել եմ, որ սենց շարունակվի, դուք կլինեք սենց։ Ոնց որ եղավ։ Ոնց որ եղավ։ Հա։ Հիմա բայց մանրամասները մեջ խոսալը ճիշտ չի։ Սուքիասյանը, պարոն Սուքիասյանը եւ պարոն Արսենյանը օրինակի համար շատ բացասական ազդեցություն ունեցան քաղաքացիական պայմանագիր խմբակցության վրա իրենց վարքագծով, որտեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամենատպես այդ ժամանակ կարելի ասել սովորական մահկանացությունից էր բաղկացած, իսկ իրանք սովորական մահկանացու չէին։ Անպայման պիտի վերջում խոսային, երկար խոսային, դաստային, բաման, ես անընդհատ կռվել եմ դրա դեմ եւ որոշ դեպքերում հաջողության ասա, մեկ էլ բացահայտ եղավ իր ազգային ժողովում, երբ որ Արլեն Սիմոնյանը առանց հերթագրության ձայն տվեց։ Այո։ Օրինակի համար։ Ես ասենք նման բաների դեմ շատ եմ պայքարում։ Փողը ինչ անում էլի։ Երկու կոպեկ չունեցանք մենք էլ մի հատ էս մտնենք ասենք հələ թողեք մենք ենք խոսում։ Հեսա գանք իշխանության, հա։ Դա շատ վատ եւ դա հոգեբանորեն ազդում է։ Հա, բա ինչ կանի։ Կոտրում է մարդկանց շատ մարդկանց։ Մենք էլ ասենք ազիվ մեկի հետ ընդ գրվենք մրվենք, բերեն անուն կպցնեն։